Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Մենք շարունակում ենք ներկայացնել Հայաստան վերադարձող հայերի պատմությունները։ Հայրենադարձությունը միշտ էլ եղել է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Հայերը, որոնք մի օր հեռացել են իրենց երկրից, պատերազմների, տնտեսական դժվարությունների կամ սոցիալական խնդիրների պատճառով, այսօր վերադառնում են, նպաստելով հարազատ երկրի զարգացմանը։ Պատմության տարբեր ժամանակներում նրանք եղել են եւ կան այն ուժը, որը նոր շունչ է հաղորդում հասարակությանը։ Բոլոր ժամանակներում հայրենադարձները կարևոր ներդրում են ունեցել Հայաստանի ապագայի կառուցման եւ այդ ապագան ավելի լավը դարձնելու գործում։ Այսօր միասին բացահայտելու ենք Ակուստիկա երաժշտական խանութի հիմնադիր Սարգիս Գազանչյանի հայրենադարձության պատմությունը։ Պարոն Գազանչյան, բարև ձեզ։ Եկացեք։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ լավ։ Դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Ձեր խանութում ենք շատ գեղեցիկ միջավայր է եւ միանգամից տրամադրում է ստեղծագործելու։ Հասցնում եք ժամանակ անցկացնել այստեղ։ Իհարկե, մեր կորզն է, ընտանեկան բիզնեսն է, պետք է որ ներկայություն լավ միշտ։ Պարոն Գազանչյան, ինչպես է սկսվում ձեր օրը հայրենիքում։ Կա օրվա դրական մեկնարկի հատուկ բանաձև կամ սովորություն, որին հետևում եք։ Այո, այս դարիքին արտոնալի ետք պետք է անահիշեմ, որ բավական գանուխ կարտնամ եւ ետքեն կպատրաստվի աշխատանքի։ Եվ կսկսենք այդ մեր դողոց հետ միասին կնարգել ինչպես եւ ինչ հանգրվաններով պետք է լավ մեր կորձը այդ օրվա։ Իմ երկու դղակս էլ մեր կորձի մեջն են, իրենք կնկատվին երրորդ կամ չորրորդ սերունդը աս մեր ընտանեկան բիզնեսին։ Հետաքրքիր էր, որ ամենքս միասին հոսենք Սուրիո մեջ այդ ծանր օրերին եւ ինչու՞ չէ կարելի է հիշել իմ մեծ տղուս Շանթը, որ Ամերիկա էր իր ընտանիքով համոզվեցանք, որ պետք է միասին ըլանք, ուրեմն իրենք ալ Ամերիկայան եկան մի քանի ամիսներով Դամասկոսի մեջ եւ անգի հետ եկանք բոլորս միասին հաստատվելու Հայաստանի մեջ։ Պարոն Գազանչյան, գիտենք, որ դուք Սիրիայից հայրենադարձվել եք Հայաստան 2012 թվականին։ Սիրիայում սկսված պատերազմներ պատճառը։ Այո։ Հիմնականը այդպես էր, բնավ չէինք անգի առաջ մտածել, որ պետք է Հայաստանի մեջ կորձնենք, այլ կգարձենք, որ Հայաստանը մեզի համար միան այդ հայրենասեր լալու, այդ բանը զարգացնելու միջավայր էր։ Բայց այդ դժվար պայմանները մեզի բարեփոխություն եղան, որ տեղափոխվենք Հայաստան եւ մեր կորձունեությունը շարունակենք Հայաստանի մեջ։ Ընտանիքի բոլոր անդամները կողմ էին այդ որոշմանը ձեր։ Անպայման, այո։ Նաև գիտենք, որ այդ ընթացքում դուք հնարավորություն ունեիք տեղափոխվել Կանադա, բայց ընտրեցիք Հայաստան վերադառնալը։ Հաստատ։ Ադոր մեջը կգարձեմ մեր բոլոր ընտանիքի անդամները վճռորոշ վիճակի մարջև էին եւ մենք այդ որոշումը արինք, որ պետք էր Հայաստան գայինք։ Հայաստանում հաստատվելու առաջին ամիսներին ինչ դժվարությունների առաջ էիք կանգնում։ Անգյաց դժվարություն չունեինք, որովհետև տեղափոխվել է առաջ տասնյակ անգամներ այցելած ենք Հայաստան տարբեր առիթներով, այսինքն բուդուդի իբրև իմաստ, համակումարներում մասնակցելու իբրև իմաստ եւ անգյաց դժվարություն չենք ունեցած Փարքաստո զգուշ էինք այն իմաստով պատրաստ եք դժվարությունների դիմակայելու, այո, եւ ունեցանք ինչ որ հիմա ունենք, որը ստեղծվեցավ քայլ առ քայլ եւ դոգունությամբ դիմակայելու այդ վիճակը։ Եվ հիմա օքեյ ենք։
Եթե փորձենք համեմատել 2012 թվականին Հայաստան ձեր այցելությունը մնացածների հետ, կնկատենք, որ էմոցիոնալ առումով դրանք տարբեր էին, որովհետև մինչ այ դուք գալիս եք Հայաստան ուղակի պտտվելու Հայաստանով, ծանոթանալու Հայաստանի ինչ-որ մշակութային բաղադրիչներին, իսկ 2012 թվականին գիտակցված որոշում կայացրած եկաք Հայաստան, որպեսզի մշտական բնակություն հաստատեք։ Ինչպես տպավորվեց Հայաստանը ձեզ մոտ, նախ որպես մշտական բնակության վայր, ապա նաև որպես բիզնես միջավայր։ Այդքան դժվար չէր, որովհետև նույն լեզուն օգտագործեինք, հարազատ լեզուն, մայրենի լեզուն, մի քիչ տարբերությամբ արևելահայերեն, արևմուտքահայերեն, բայց շատ բնական, շատ այսպես բարդույթ չկար, իբրև վերջնական ապրելու վայր, գրեթե դժվարություն չունեցանք, կարելի այդպես ասել։ Իսկ որպես բիզնես միջավայր պետք է խոստովանի, որ բավականին զգուշ էինք, չարժաբարեցինք գոմնորոշվել, որ շրջանի մեջ լա մեր խանութը, բավական սերտողություններ մեր ընկերներուն, որոնք առաջուց կճանաչեինք Հայաստանին, որոնք գայցել էին Սուրիա, եւ անոնց խրատներով մեր փորձառությամբ մենք ունեցանք այս օրվա մեր խանութը եւ կամ խանութները։ Ինձ համար շատ ուշագրավ էր, երբ որ պետք էր արձանագրեինք մեր բիզնեսը Հայաստանի մեջ, ինձ համար ամենահետաքրքրականը մենք կարողացանք գրանցել մեր բիզնեսը, որը միան 15 կամ 20 րոպե տևեց, ուրախութենես զանգեցի բարեկամիս Հայաստանապնակ անձնավորությունը, ասի պատկերացուր գրանցվեցի 15 րոպե ընթացքում եւ հիշեցի, երբ որ Սուրիո մեջ պիտի այդտեսակ գրանցում ունենայինք, պետք էր երկար ժամանակ դրամատրեինք ադոր։ Մի կարևոր նրբություն եւս արձանագրենք, այստեղ Հայաստանում բիզնեսի հիմնադիրը դուք եք, բայց գիտենք, որ Սիրիայում այդ նույն բիզնեսի հիմնադիրը ձեր հորեղբայրն է, որի իրավահաջորդը հենց Հայաստանում ձեր բացած բիզնեսն է։ Այո, ճիշտ այդպես, հորեղբայրս 1956-ին էր, որ այս ընտանեկան բիզնեսը կազմակերպեց եւ իր անունն էր Մգրդիչ Կազանջյան։ Կամաց ընդլայնվեցավ այդ բիզնեսը, ընդգրկելով Լիբանան, Բեյրութ, 76 թվականին ետք Դամասկոս, նորեն Սուրիո մեջ անշուշտ, եւ գրեթե ընտանիքի բոլոր անդամները, ես օրինակ երկրորդ կամ երրորդ սերունդը, վերջը մերին դղակը, որ այստեղ են հիմա, հաջորդ սերունդ են, այսինքն։ Նաև այդ ընտանեկան բիզնեսը նպաստեց, որպեսզի դուք երաժշտական կրթություն ստանաք։ Այո, կարելի է այդպես ասել, հորեղբորս խանութը ամառնային արձակուրդներուն կերտայի, Հալեբի երաժշտանոցը ավատած է պետական, կգարձեմ, որ իր քաչալերանքով է մեջտեղ եկած։ Այո։ Նաև ընդգծենք, որ դա ձեր երկրորդ մասնագիտությունն է, առաջին մասնագիտությամբ ատամնաբույժ եք։ Այո, այդ մեկը համալսարանական ուսումնս էր, ատամնաբույժական բայց չեք աշխատել։ Շատ փոքր շրջան աշխատեցա։ Այդ շրջանն է, որ արդեն մեջտեղ եկավ այն խաղապարը հորեղբորս, որ պետք էր Դամասկոսի մեջ երրորդ խանութը ունենար, եւ որովհետեւ ես քաչ ծանոթ էի Դամասկոսի համալսարանական ուսումնս ստացած եմ Դամասկոսի պետական համալսարանի մեջ, ուրեմն վիճակվեցավ, որ ես պետք էր ստանցնեի եւ այդպես էլ եղավ, շարունակվեցավ եւ հասա մինչեւ հոս։ Պարոն Կազանջյան, հայաստանյան սպառողները ինչպես են ընդունում ձեր բրենդը։ Այնքան հբարդորեն գրնամ արդահայտվել այս իբրև պատասխան այս հարցումին, մենք առաջին օրեն սկացինք, որ գտնվենք միջավայրը, ուր արվեստ հասկացողությունը, մշակույթ հասկացողությունը բարձր էր քննադատված եւ ապրում էր անիգա։ Մեր հաջախորդները մենք կսենք կորձընկեր
այդ մեր կորձընկերները որ գուկային ոյ մեկ կորձիկի մասին կսկսեին խոսել, մենք ապշած կլսեինք իրենց, երբեմն քաչ գիտակցելով որ իրենց ունեցած դերակցությունները մեր ունեցած դերակցությունները մի քիչ ավելի էին։ Վադիգա մեզի կոհացում գար անգիացելու համար։ Եթե փորձենք համեմատել ձեր հաճախորդներին Սիրիայում եւ Հայաստանում, տարբերությունները շատ են։ Պետք է խոստովանեմ, որ երկու դարբեր միջավայրներու մասին է խոսքը։ Հոն գա այսին կորձոններ, որ գրնա արկերքը լալ երաշտական գյանքի զարգացման, գամ հոս, որ ավելի ազատ է, ավելի մոդեն արվեստի այդ բնակավարներուն, ես կգարձեմ, որ որոշ չափով դարբեր է, այո։ Ոնդեղի կորձոնները դարբեր են, հոստեի կորձոնները դարբեր են։ Այժմ Հայաստանում քանի երաժշտական խանութ ունեք։ Ճիշտն ասած, կորձող երկու մասնաճյուղ ունենք, երրորդ մասնաճյուղը պետք է, այսինքն կոնե 1-6 տարի առաջ բացում լար, բայց հուսանք այս ամառվա ընթացքին երրորդ մասնաճյուղն ալ ունենանք։ Պարոն Կազանչյան, բացի բիզնեսի հաջողությունից, բիզնեսի զարգացումից, ինչ նշանակություն ունի ձեզ համար հայրենիքում յուրաքանչյուր նոր խանութի բացումը։ Ընդհանրապես բիզնես հասկացողությունը երբ որ կսկսի այն դեսությունը հաղթել ուրիշ դեսություններով, որ դու երթաս հաջախորդի մոտ եւ ոչ թե սпасես կամ ինքը հաջախորդը կա քո մոտ, այդ հասկացողությունը եթե կորձի անցնի, կնշանակի որ այդ հաջախորդը քո պիտի մնա ամենամոտ եւ ամենակիչ ժամանակահատվածին ինքը դիրանա կամ իր գարիքը ունենա երաշտական կորձիկի կամ գդորիմը կամ այս։ Անորամար ինչքան լավ գլա ջուղավորվիլ, այդքան կորձը պիտի լավ ընթացքի մեջ լա։ Ձեզ համար որպես բիզնեսի ղեկավար ամենակարևորը բիզնեսի հաջողությունն է, թե արժեք ստեղծելը, թե երկուսը միասին։ Երկուսը հաստատ մեկը մյուսին չի խանգարել իմ ինգարձիկով, բայց բիզնես հասկացողությունը, եթե օրինակ երեք ունեիր 100 դրամ եւ այսօր ունեցար 160 դրամ, ուրեմն արդեն այդ տիվերը գասեն, որ հաջողակ ընթացք մնե, սո պիտի շարունակել եւ հայերը բավական հաջողակ են բիզնեսներու մեջ, ճամփորդություններու մեջ, Պարոն Կազանչյան, գիտենք, որ ձեր բիզնեսում, Հայաստանում բացված խանութներում ոչ միայն ձեր ընտանիքի անդամներն են աշխատում, այլ նաև դուք փորձում եք ներգրավել տարբեր սփյուռքահայերի, հենց սիրիահայերի։ Այո, ճիշտ եք նկատած, այո։ Գիտեք, մեր կորձընկերները, որ հիմա մեր կորձի մեջ են, նախ մենք ընտանիք ենք, թիմալ չենք։ Այդ ընտանիքը սկսավ Սիրիայով, այդ նույն անձնավորությունները, որ մեզի հետ էին Սիրիայում, հիմա հոս են եւ մեր կորձի մեջ են, նույն խումբն ենք, նույն ընտանիքն ենք, ուրախ ենք ադոր համար, իրենց համար շատ լավ արիտ է, մեզ համար շատ լավ արիտ է, միան աշխարհակրական փոփոխություն եղավ, այդ կորձը փոխադրվեցավ այստեղ, բայց նույն անձերով, շատ կարևոր, Պարոն Կազանչյան, մեր զրույցի այս հատվածում խոսելու ենք ձեր նախնիների մասին։ Ինչ պատմություն ունի ձեր գերդաստանը, որտեղից են սերում Կազանչյանները։ Պետք է երթալ իմ մեծ հորս ժամանակահատվածին, որն էր բարդատրապար
բավական դժվար պայմաններում մեջ եկան հաստատեցան Հալեբ քաղաք Սիրիայում։ Այդ գիտեք տեղահանությունը, չարթը, այդ տեսակ վիճակներ անշուշտ մեր ընտանիքին ալ բաժին ինգավ, ինչպես ուրիշ ընտանիքներին։ Կազանջաններ ուրեն գիտենք, որ բավական բազմատամ ընտանիք եղած լալու են, իրենք եկած են Ուրֆայեն եւ Հալեբի մեջ կսկսի նոր կյանքը։ Բայց ձեր ընտանիքը ստիպված եղավ Սիրիայից տեղափոխվել Կանադա։ Այո, 1986 թվականին, այո, որտեղ պատճառը։ Պատճառը որտեղ արկեկներ գային ներմուծման, երաժշտական գործիքները նկատվեցան երկրորդ կարգի գարիկ բիզնես, ավելի զարգ դրվեցավ հում նյութերի, երկրագործական գործիքների, բժշկական սարքերի, թերորայքի այդ տեսակ դակնաբելի շրջաներ անոր պատճառով մյուս բնակավարները մի քիչ տանտաղեցան։ Եվ այդ ժամանակ ձեր բիզնեսը, որը փաստորեն այդ ժամանակահատվածում ձեր ընտանիքի համար եկամտի միակ աղբյուրն էր, տուժեց։ Այո։ Ու ստիպված եղաք տեղափոխվել Կանադա։ Այո, փորձ մգադարեցինք, այո, եւ տեղափոխվեցինք Կանադա, Մոնրեալ քաղաք։ Հոն, այսինքն նորեն չգրծավ մեր ընտանիքը 100% երաժշտական գործիքներով եւ ցայնային գործիքներով սպասվին, ուրիշ արիտներ, ուրիշ բնակավարներ մեջ ստեղծվեցան, մինչև այն ադեմ, որ Սուրիան վերահաստատեց ներմուծման օրենքները, որ երաժշտական գործիքներն այդ խումբի մեջն էին, որ արդովեցավ ներմուծումը եւ սկսանք վերադառնալ Սիրիա եւ այնտեղ ապրեցիք մինչև 2012 թվականը։ Այո։ Պարոն Կազանջյան, թվում է թե այսօր ամեն ինչ իր տեղում է։ Դուք ապրում եք հայրենիքում, ձեր սիրելի ընտանիքը ձեզ հետ է, ունեք սիրելի զբաղմունքներ, ձեր բիզնեսը հաջող ընթացք է գրանցում։ Ինչի կարիք ունեք։ Կա ինչ-որ բան, որը պակասում է ձեզ լիարժեք երջանիկ լինելու համար։ Գիտեք, մեր կյանքը մեզի սորվեցուց, որ խաղաղ երկրագամար ունենալը իրոք կարևոր բան է, որտեղ քեզի չի ստիպեր, որ վաղվա մասին մտածես, ընտանիքիդ անդամները ինչպես պիտի գրնաս այս կամ այն կողմ ղրգել, սպասված բան մնե, կսպասենք, որ այդ մի քանի տասնյակ տարիները խաղաղ երկրագամարի տակ ապրենք, եւ անդիգա լա մեր հայրենի հողը, որ խաղաղ լա, ժողովուրդ ուրախ լա ամենագայորը, վերջը քեֆն է, վերջը երաժշտությունն է, այդ երաժշտությունը ընելով մեր կորձը գլավանա, մարդիկ երաժշտական կորձիկներ գունենան, այսինքն ես կհավատամ, որ այդ գարիկ հասկացողությունը խաղաղության եւ այդ խաղաղությունը սիրողական թող լա, այսինքն սիրենք այդ խաղաղ կյանքը։ Ունեք կյանքի գաղափարախոսություն, որով առաջնորդվում եք ցանկացած քայլ կատարելիս։ Կյանք հասկացողությունը թունես ենթական, այդ կյանքը այսպես կամ այնպես դանելու վիճակը, դու ես, բայց կյանքն ալ երբեմն կբարդացրե, որ դու ունես ինչ որ ինքը գուզե, այդ կյանքը գուզե, երկուստեք։ Պարոն Կազանջյան, ինչ խորհուրդ կտաք մեր բոլոր այն սփյուռքահայերին, ովքեր մտածում են Հայաստան գալու մասին։ Եթե օրինակ ես քո եմ, ոչ թե արած քայլիս, այլ Աստծո նախախնամությունը, հայրենիքի գարոդը, սերը, որը երազային վիճակ էր, երբ որ Սուրիա գաբրեինք, հոս իրականություն դարձավ։ Խորհրդանիշները մեր դրոշը, որ գտեսնես կամ գծածանի ժամանակին ադիգա քաղտնապար գլար մեր դուներեններս, հիմա հոս սկանչելի, ազատ, ամեն դեղ գտեսնես մեր դրոշ, իբրև խորհրդանիշ, իսկ խորհուրդ տալ ուրիշ մարդկանց, որ Հայաստան ապրելու կամ կալ, ես կսեմ շատ մծևերը կան Հայաստան ապրելու մեջ, կարող ես կալ կես ժամանակը հոս անցնել և մույս կեսը ուրիշ երկրի մեջ անցնել,
կրնաս հոն անցնել, հոն լավ վիճակներ ունենալ, հոս օգնես Հայաստանի, ասոնք ծևերեն, ուր մեկը մյուսին չի խանգարեր, գիտեք, երբ որ ամրան քայլես մեկ ժամ եւ վերջը կսկաս որ ծարավ ես պետք է խմես, պետք է աղբյուրեն խմել, մաքուր զուլալ ջուրը, այդ մաքուր եւ աղբյուրը հայրենիքն է, պետք է հայրենիքեն խմես քո կյանքի շարունակականության համար։ Շնորհակալություն պարոն Գազանյան հետաքրքիր խորհրդի, կարևոր խորհրդի եւ անկեղծ զրույցի համար։ Շնորհակալություն, բարի եկած եք։ Ամեն մի վերադարձող հայ նոր շունչ է տալիս մեր երկրի պատմությանը։ Մեր թողարկումների ընթացքում ձեզ ենք ներկայացնում բազմաթիվ հայրենադարձների տունդարձի պատմությունները։ Այդ պատմությունները որքան տարբեր են, նույնքան էլ նման են։ Նրանցից յուրաքանչյուրն այստեղ հայրենիքում վերագտնում է կորցրած կապն իր արմատների հետ։ Այսօրվա թողարկման համար այսքանը։ Կհանդիպենք։